Տիկին Օհանյան, այսօր դուք հրավիրվել եք քննչական կոմիտե հարցաքննության տարիներ առաջ ձեր մի խմբագրականի վերաբերյալ հարուցված վարույթի շրջանակներում, ինչ խմբագրական է, ինչ քրեական վարույթ է եւ դուք ինչ կարգավիճակով եք հրավիրվել։ Որպես վկայի հրավիրվել, ընդ որում ես նաև ստորագրություն եմ տվել նախաքննական գաղտնիք չբացահայտելու համար, ուստի հիմա դեռ չեմ կարող մանրամասներ ասել, բայց հուսով եմ ինչ-որ ժամանակ հետո շատ ավելի մանրակրկիտ կներկայացնեմ, թե ինչն էր խնդիրը։ Այո, նախկինում գրված մեկ տարուց ավելի առաջ գրված մի խմբագրականի հետ կապված է, որտեղ իրավապահները տեսել էին բռնի իշխանափոխության հրապարակային կոչեր, այդ նշանավոր հոդվածը, որը գիտեք, որ վերջին ժամանակներում շատ է կիրառվում, Սամվել Կարապետյանի մեղադրանքն է դրա շրջանակներում, Միքայել Աջապահյանի մեղադրանքն է, ծանր հոդված է, բավականին մեծ պատժաչափ ենթադրող եւ առավել քան զարմանալի է, որ լրագրողական խոսքի, այն էլ հրապարակախոսական խոսքի հետ կապված կարող էին այդպիսի վարույթ հարուցել եւ քննել երկար ու ձիգ, մի տարուց ավելի փաստորեն քննել են։ Դե գիտեք, մի տարի առաջ է հարուցվել այս գործը, բայց դուք նոր եք տեղեկացել այդ մասին։ Ես նոր եմ տեղեկացել, որտեղ ինչ-որ գործողություններ են արել այս ընթացքում, որոնց ես տեղյակ չեմ եղել։ Գիտեք, հիմա արդեն ոչ մի բանից մենք չենք զարմանում այլևս, մեր երկրում այնպիսի իրավիճակ է, որ ազատ խոսքի, ցանկացած կարծիքի արտահայտում կարող է մարդու համար ազատություն արժանալ եւ ինքը կարող է հայտնվել հետապնդման ներքո, բանտում կարող է հայտնվել, այնպես որ եւ ես վերջի շրջանում անդադ լսում ենք, չէ՞, որ զգուշացնում են, որ հաջորդ ալիքը, հաջորդ հարցակման թիրախը լինելու են լրագրողները, խմբագիրները։ Դուք այս մի քիչ ծիրում եք դիտարկում այս գործողությունները։ Ես կարծում եմ, որ նախընտրական փուլ է, հիմա ավելի զգայուն է իշխանությունը ցանկացած խոսքի նկատմամբ, ցանկացած քննադատության եւ ավելի շատ վտանգ մամուլը մեդիան է այսօր իրենից ներկայացնում իր այդ բանի ազատ քննադատելու, ազատ արտահայտվելու առումով, քան որևէ ցանկացած այլ թիրախային խումբ, դե հոգեվորականներին գիտենք, որ արդեն ինչ տեսակ գործեր են հարուցել, հաջորդը պետք է լիներ մեդիան, նաև տեսնում ենք էլի փաստաբաններ, մի խոսքով բոլոր այն խավերը, խմբերը, համքարությունները, որոնք այս երկրում փորձում են ինչ-որ մի բան ասել, անել, քննադատել, իշխանությունը փոխելուն ուղղված քայլեր անել, իրենք թիրախավորված են, ուստի չեմ զարմանում։ Տիկին Օհանյան, բայց 2024, այո, թվականի ձեր խմբագրականի վերաբերյալ է այս վարույթը հարուցվել 24-25 24 թվականի 24-ի վերջ։ Ինչու են այդքան հետ գնացել։ Դուք իհարկե շատ փակագծեր չեք կարողանում այս պահին բացել, բայց կար այդ ձեր խմբագրականում իշխանափոխության, բռնի զավթման կոչեր կային։ Չկային, իհարկե, չէր կարող լինել, որտեվ նախ մենք շատ կոռեկտ ենք արտահայտվում, նույնիսկ եթե իշխանության փոփոխության մասին ես պարբերաբար գրում եմ եւ ասում եմ, որ դա ծայր անհրաժեշտություն է այսօր մեր երկրում, բայց երբեք չեմ անցնում թույլատրելի սահմանը եւ բռնի իշխանափոխությանը ես դեմ եմ կտրականապես, որտեվ համարում եմ, որ մեկ անգամ եւ ամբողջ հասարակության միջոցով պետք է կատարվի այդ իշխանափոխությունը, չի կարող դա լինել փոքրիկ խմբի բռնության, զենքի, զինված ապստամբության եւ այլնի միջոցով։ Իմ անձնական կարծիքն է, միշտ եմ այդպես կարծել։ Այնպես որ դա ի սկզբանե դատապարտված փորձեր էին այդ կոչերը գտնել, բայց հիմա տեսեք, ինչով կարող են խմբագրին, լրագրողին մեղադրել, իդեալական հաշվապահություն ունենք, որտեղ մի դրամի շարժ չի կարող լինել, այլ հակառակ դեպքում հարկային է հիմա նստած կլներ, ստուգելուց կլներ, տնտեսական մասով։ Այո, տնտեսական մասով կլներ։ Որևէ այլ անօրինական բան, բոլոր աշխատողները գրանցված, ֆիքսված, բանկային համակարգով անցնող փոխանցումներով եւ այլն, այդ ամեն ինչը մենք պահում ենք իդեալական եւ ես ինքս առհասարակ շատ օրինապահ քաղաքացի եմ, նույնիսկ փողոցը կարմիր լույսի տակ չեմ անցնում, ուստի ուզում եմ ասեմ, որ ինձ կարող էին
մեղադրել միայն խոսքի համար, գրավոր խոսքից համար։ Կարծում եք շատ ուսումնասիրել են ամեն դեպքում։ Այո, ես վստահ եմ, որ շատ հազարավոր էջեր են կարդացել, փառք Աստծո, լավ է, որ մեր քննիչները գոնե սկսել են թերթ մամուլ կարդալ, հա, այդ գոնե քաղաքական հետապնդումներ իրականացնելու նպատակից ելնելով, եւ ինչ որ մի փոքր բան էին գտել, որից կարելի է կարճել եւ գործառուցել, հա։ Հիմա տեսեք, մենք բախտի բերմամբ թե պատահմամբ, այնպես ստացվել, որ այսօր նաև վճիրն է հրապարակվել Նիկոլ Փաշինյանն դեմ հրապարակի քաղաքացիական գործով, այսինքն մի կողմից փորձում են քաղաքացիական հայցով նեղել, հա, տուգանք մեծ բան նշանակել դատարանի կողմից, մյուս կողմից փորձում են քրեական հոդված դնել, լավ, ինչ ասեմ, ամենացավալին այն է, որ այս բոլորը անում է նախկին խմբագիր մարդը, որը ամբողջ կյանքում լրագրող է աշխատել, որը գիտի լրագրողի աշխատանքի սկզբունքները, որի գրած բոլոր հրապարակումները շատ ավելի շատ բռնության կոչեր են պարունակել, քան իմ այդ նյութը, որի հիման վրա ինձ այսօր կանչել էին քննչական կոմիտե։ Ինչ ասեմ։ Տիկին Օհանյան, իսկ ի՞նչն է հիմք հանդիսացել քննչականի համար վարույթ հարուցելու, այսինքն ինչ որ դիմում է եղել, ինչ որ մեկը ձեր այդ խմբագրականը ուղարկել է։ Չեմ կարող ասել, որովհետև դեռ տեղյակ չեմ, հուսով եմ, որ առաջիկայում կտեղեկանամ, որովհետև գործի նաև ինչ որ մանրամասներ կա, որոնք դեռ չեմ ծանոթացել։ Այսինքն այսօր առաջին անգամ եք դուք։ Այո, առաջին անգամ գնացել եմ փաստաբանի հետ միասին, պետք է ցուցմունք տայինք եւ ինչ որ պրոցեդուրային գործողություններ են արել, առաջիկայում հույս ունեմ, որ ավելի մանրակրկիտ կիմանամ, թե ինչ հիմքով է հարուցվել, դե կարելի է գուշակել, որ ինչ որ մեկը դիմում է գրել, ինչ որ մեկը հաղորդում է տվել հանցագործության մասին կամ նույնիսկ կարող է դիմում էլ չլինի, իրենք վերցրած լինեն մամուլի հրապարակում, որպես հիմք ընդունեն եւ վարույթ հարուցեն։ Հիմա մենք այսպեսի դանոսի ժամանակներում ենք ապրում, դանոսի։ Տիկին Օհանյան, դուք մշտապես նաև ձեր խմբագրականներում աչքի եք ընկնում ձեր սուր ոճով, առաջին անգամ է, որ ձեր խմբագրականը հիմք է հանդիսացել այս օրինակ քրեական վարույթի։ Այո, առհասարակ դե ես 30 տարուց ավելի մամուլում եմ, եղել են նախկինում քրեական գործեր, հարուցվել են, բայց հարուցվել են դեպքի առիթով, ասենք օրինակ մենք ինչ որ միջադեպի մասին նյութ ենք հրապարակել, այդ նյութում եղել են ինչ-որ մանրամասներ, որոնց հետ կապված հրավիրել են լրագրողին կամ խմբագրին մանրամասներ հայտնելու կամ ինչ-որ վարույթի շրջանակներում այդ դեպքը բացահայտելու համար են հրավիրել, հա, ասենք օրինակ մի ծեծի դեպք էինք նկարագրել, որտեղ կողմերը հայտնի չէին եւ քննիչը մեզ անպարբերաբար հրավիրում էր, նախկինում էլ է եղել այդ որպես կողմ եք գնացել, բայց որպես ինֆորմացիա կամ ինչ-որ ապացույցներ տիրապետող մարդ, որը կարող է նպաստել գործի քննությանը, բայց ոչ քո խոսքի համար, դա խոսքը դիտեն որպես հանցանք, խոսքն են դիտում հիմա հանցանք, էլի ոչ թե արարքը։ Սա դուք դիտարկում եք որպես ձեզ զգուշացում ձեր այդ սուր խոսքի այս նախընտրական շրջանում։ Գուցե կա նման նպատակ եւ այո, ես կարծում եմ, որ հիմա նաև նախընտրական փուլ ենք մտնում, այսինքն ես ենթադրում եմ, եթե մի տարի առաջ հարուցվել էր, կարային մի քանի ամիս էլ ձգեին, հետո նոր տեղեկացնեին, կարող էին շատ ավելի վաղ տեղեկացնեին կամ չգիտեմ ինչ որ գործողություն անեին։ Այո, ես կարծում եմ, որ դա նաև նպատակ է, որտեվ հիմա ամեն սուր խոսք երևի ցավոտ են տանում, ամեն սուր խոսքի հետևում տեսնում են, որ մի քանի քվե կորցրեցին կամ չգիտեմ ինչ որ շանս բաց թողեցին, հիմա ամենուր թշնամիներ են փնտրում, հա, գուցե նաև այդ էր նպատակը, որ վախեցնել, բայց ուղղակի որ ասում են վախը բռնած է, հնարավոր չի ինձ վախեցնել անիմաստ գործողություններն։ Եվ շնորհակալություն Տիկին Օհանյան։